Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով Հայաստանի Հանրապետության իշխանության բնորոշած հիբրիդային պատերազմը երևակայական է այն իմաստով, որ հիբրիդային բառն ինքնին ենթադրում է թշնամական գործողություններ, սակայն Հայաստանը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանը դաշնակցային պետություններ են։ Եթե սա դիտարկում ենք հայ-ռուսական հարաբերությունների առանցքում, այստեղ կան հակասություններ։ Եթե սա դիտարկում ենք ներքին քաղաքականության համատեքստում, ապա այստեղ ամեն ինչ շատ ավելի ակնհայտ է դառնում։ Նրա գնահատմամբ հակառուսական հռետորաբանությունը կարող է ունենալ նաև ներքաղաքական նպատակներ, հասարակության մոբիլիզացիա եւ քաղաքական դիրքերի ամրապնդում։ Դա ամենակարևորը դեռևս ոչ միայն արևմուտքի հետ հարաբերություններն են, այլև ներքին քաղաքականության մեջ թշնամու կերպարի ստեղծումը։ Ավտորիտարացվող հասարակություններում կամ ավտորիտարացվող ռեժիմների համար կարևորագույն էլեմենտներից մեկը իշխանության պահպանման դա արտաքին կամ ներքին թշնամու կերպարի առկայությունն է, որի շուրջ կարելի է համախմբել կամ մոբիլիզացնել հասարակությանը։ Իսկ ինչ գին կարող են ունենալ նման գործընթացները Հայաստանի համար։ Եթե ինչ-որ մեր պետություն, ինչ-որ մի կառույց քո երկրին տալիս է ֆինանս, դա արդեն իսկ իր մեջ ենթադրում է նաև պարտավորություններ։ Հիմա այդ պարտավորությունների մասին հայկական կողմը չի բարձրաձայնում։ Փորձագետների գնահատմամբ ռուսական կողմը հետևում է զարգացումներին, սակայն առայժմ չի գնում կտրուկ քայլերի։ Դեռևս վարում է ռազմավարական սպասման քաղաքականություն։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։